Տեղեկացնեմ, որ ուժեղ Հայաստանը դիմել է այս ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ապացույցների հիմնավորումների այն ծավալը, որ ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլներ, որ 3 անգամ ընտրությունները չեղարկվեն, որովհետեւ մենք տեսել ենք, որ ունեցել ենք մեր երևի 21-րդ դարի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները հսկայական քանակությամբ խախտումներով, բռնաճնշումներով, ձերբակալումներով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով իդեպ, որոնք բաժանվել են ակնառու բոլորիս աչքի առաջ, ինչպես օրինակ վարորդների այսպես ասած իրավունքները վերականգնելու գործողությունը, որը պաշտոնական դիրքի չարաշահման բացահայտ դեպքեր իդեպ օրենսդրությամբ դա նախատեսված է, պատիժադրամարն նախատեսված, բնականաբար պատիժը ոչ մեկ չի ստանալու, բայց մենք ակնկալում ենք, որ այս քվեարկությունը պետք է ամբողջությամբ չեղարկվի, նոր քվեարկություն նշանակվի։ Ես զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թևից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսալ, իհարկե իրանց տրամաբանությամբ, որ ընտրակաշառքներ են եղել, ուզում ասեմ հետևել, եթե համոզված եք, որ դա այդպես է եղել, առավել ևս հավելյալ պատճառ գոյություն ունի, որպեսզի քվեարկությունը չեղարկվի, մենք գնանք նոր քվեարկության, բայց պետք է ասել նաև հետևյալը, նոր քվեարկությունը չպետք է իր ձևով կրկնի նախորդ քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունք։ Պետք է վերջո անցկացման եւ այլն։ Ես կարծում եմ, ասել են օրինակ, որ իրանք դա պետք է ապացուցեն, իրանք պետք է չեղարկեն այս ընտրությունների արդյունքները, մեր ժողովուրդը գնա նոր ընտրությունների եւ իսկապես համոզված լինի նրա մեջ, որ ընտրությունները արտացոլում են իր հավաքական ոգին։ Այլ պարագայում հանրային փողոցի գեներացիա եք նախատեսում, ինչ է նախատեսում ընդդիմությունը, ինչ եք խոսել, քննարկել։ Տեսեք, ես չփորձեմ ամբողջ ընդդիմության անունից խոսել, կարծում եմ որևէ մեկը չի կարող, առավելես հասկանում եք, որ ընդդիմությունը դա մեկ կառույց չի, մի քանի կառույցներ են, որոնք 3 կառույց ընտրական շեմն են հաղթարում, եւս մի քանիսը մասնակցել են բավական մեծ թվով ձայներ են հավաքել, ուստի դա միասնական որոշում պետք է լինի, ես իրանց փոխարեն չպատասխանեմ, բայց ես ուզում եմ ասեմ հետեւյալը. եթե դա տեղի չի ունենում, մեր երկիրը հաստատ հայտնվելու է անկայունության փուլի մեջ, որովհետեւ եթե չկա լեգիտիմ իշխանություն, եթե չկա վստահություն նրա նկատմամբ, որ այն իշխանությունը, որը կառավարում է, իսկապես ժողովրդի կողմից է ստացել այդ մանդատը, եւ ոչ թե իրավապահ համակարգին անխղճաբար շահագործելու միջոցով, ապա այդ իշխանությունը բախվելու է խոչընդոտների ամեն քայլափոխին։ Ես դրանում համոզված եմ։ Առավել ևս մեր երկրի դեպքում, որը գտնվում է աշխարհակահաղական շատ բարդ վիճակում, ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմության բարձր պաշար, դրանում որևէ կասկած չկա։ Դիտորդական առաքելություն իրականացրած որոշ կազմակերպություններ եւս արձանագրում են, որ օրինակ ընտրությունները այո կեղծիքներով են անցել, հաշվի առնելով, որ նշելով, որ ուժեղ Հայաստանից օրինակ 177 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառք բաժանելու, կաշառք վերցնելու հոդվածով, նույնիսկ ձայնագրություններ կան բազմաթիվ հրապարակված հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, օրինակ մի ձայնագրության մեջ մի կին ասում է դոլարներս ուր են եւ այսպիսի բազմաթիվ ձայնագրություններ 177 անձի ինչու է մեղադրանք առաջադրվել ուժեղ Հայաստանից։ Տեսեք, նախ ուզում եմ ձեզ ասեմ հետեւյալը, որ այդ ընդհանուր, այսպես ասած, օպերացիայի մասը էր վարկաբեկելու ընդդիմությանը։ Այն որ 177 անձի մեղադրանք է առաջադրվել, դեռ չի նշանակում, որ 177 անձ մեղավոր է։ Եկեք հիշենք, որ մեր երկրում գործում է անմեղության կանխավարկածը, ես պրակտիկորեն համոզված եմ, որ այդ մարդկանց չնչին մասն է իրականում, որ ի վերջո մեղավոր կճանաչվի։ Չեմ բացառում, որ եղել են ընտրակաշառքներ եւ ավելին ձեզ ասեմ, դատապարտում եմ ցանկացած ընտրակաշառք եւ համոզված եմ, որ ցանկացած ընտրակաշառք եւ առաջարկող եւ ստացող պետք է ի վերջո դատապարտվի։ Բայց նորից ուզում եմ ձեզ ասեմ հետևյալը. երբ որ քննչական կոմիտեն խախտելով անմեղության կանխավարկածը սկսում է ձայնագրություններ հրապարակել, փորձելով այդպիսի տպավորություն ստեղծել,
դուք լրագրողները տառնվազն այդ տպավորության տակ չպետք է կանգնեք։ Ի վերջո պետք է այդ գործերով սпасել նրան, երբ որ դատարաններում այդ գործերը կքննվեն եւ կպարզվի, օրինակ, տվյալ ձայնագրության մեջ ինչի մասն էր խոսակցությունը։ Այդ ձայնագրությունը արտահայտում է իրական խոսակցությունը, թե ասենք մոնտաժը, թե կեղծածա, որը բազմաթիվ են եղել, իմ հետ անձամբ տենց դեպք է եղել։ Շալաբյան, դուք ասում եք, որ պետք է գնամ նոր ընտրությունների։ Դուք գնում եք նոր ընտրությունների այն իշխանության հետ, որը ըստ ձեզ ընդդիմությանը վարկաբեկելու համար 177 անձի գլխին սարքել է։ Ներողություն, մենք ուրիշ իշխանություն չունենք։ Մենք ուրիշ իշխանություն չունենք։ Բացատրեմ ձեզ, որովհետև